Սուբվենցիոն ծրագրերը շատ հնչեղ են, ուզում եմ, որ դուք միջին կատարողականում սուբվենցիոն ծրագրերի իմաստով ըստ ուղղվածությունների եւ կատարողականի փաստացի ֆինանսական եւ ոչ ֆինանսական ցուցանիշներն ասեք, այդ նույնը ավելի բացվածքով Գեղարքունիքի մարզի օրինակով, նշելով չկատարված եւ թերակատարված սուբվենցիոն ծրագրերը Գեղարքունիքի մարզում։ Ես կարողացա հարցը ճիշտ ինչ ես տալ, այսինքն չկատարված ծրագրերը, որոնք նախատեսված են եղել 24 թվականին հանրապետությունում եւ դրանք չեն իրականացվել ինչ-ինչ պատճառներով, որոնք տեղափոխվել են այլ կառավարության սահմանված որոշումներով, քանի ծրագրից հանրապետությունում ինչքանը չեն կատարվել, ինչ արժեքով, մասնավորապես Գեղարքունիքի մարզում քանի ծրագիր չի իրականացվել։ Շնորհակալություն հարցի համար, իմ զեկույցում ես ըստեյության ներկայացրեցի այն ծրագրերը, որոնք որ կատարվել են եւ բյուջեից ֆինանսավորվել են, իսկ ինչ վերաբերում է թերակատարման մասնաբաժինն ու հատկապես երկու կոնտեքստում հարցադրումներ, ամբողջ միջև հիմա կատարած ամբողջությամբ թերակատարումների մասնաբաժինին ու հատկապես Գեղարքունիքի մարզում պետք է խնդրեմ, որ այդ տեղեկատվությունը հետո գրավոր ներկայացնենք, որտեղ այս բանի թերակատարումների մասով այդ սպეციფიկ ինֆորմացիան ես չեմ տիրապետում։ Տիկին Ղալաչյան, դուք եկել եք տարեկան զեկույցն եք ներկայացնում եւ թվեր եք հնչեցնում։ Ասում եք, չեմ, ես կարող եմ թվեր հնչեցնել։ Գեղարքունիքի մարզում 100 ենթածրագիր եք ծախողել։ Ես անել եմ տեղեկանքը, որի ընդհանուր արժեքը ըստ կառավարության որոշման 3.7 միլիարդ դրամ է։ Եվ ավել 3.8 միլիարդ դրամ է, որտեղ համայնքի մասնաբաժինը 1 միլիարդ է։ Այսինքն դուք կես ասում եք իբրև լավ, կեսը ոչ թե կես ամբողջակ, եթե գեմենա Գեղարքունիքի մարզն ուղղակի շատ ծավալուն, այսի Գեղարքունիքից եմ ես, դրա համար եմ Գեղարքունիքն առանձնացրել։ Եթե դուք մեկ տարվա մեջ մոտ 100 ծրագիր, ենթածրագիր ծախողել եք սուբվենցիոն 3 միլիարդ 800 միլիոն արժողությամբ, դրամի չափով։ Ոլորտներն էլ կարող եմ ասել ըստ որ ոլորտների։ Հիմա եկել եք ստեղ ասում եք սուբվենցիոն ծրագրերը փայլուն է իրականացվել եւ ընդամենը 2005 թվականին 1 միլիարդ գումար է կատկացվել։ Այս տարի սուբվենցիոն հայտերը չեք ընդունել, 24 թվականի եւ դրանից առաջ կիսածրագրեր համար գումարներ չեք կատկացրել, այդ ո՞նց եք եկել այստեղ տարեկան զեկույցը, ինչ հիմնավորումա ձեր զեկույցը դուք այո ծախողել եք 24 թվականի ծրագրերը։ Եվ երկրորդը ասում եք Չէ, ես թվերով եմ խոսում ի տարբերություն ձեզ, դա մեծ նախարարությունը եւ դուք ձեր համապատասխան գերատեսչություններին թվեր չեք ասել անեք, որ կակ պատրաստված զեկույցներ ներկայացնեք, որպեսզի մենք էլ կարողանանք կարծիք հայտնել։ Եվ երկրորդ ասում եք, ռոռոկման ցանցի ներդրման կարդիականացման համար մեծ գումարներ ա ներդրվել, որի արդյունքում ջրի կորուստը 62-ից 61% է կազմել, այն դեպքում, երբ հանրապետությունում առավելագույն ջրի կորուստի չափորոշիչը 42%-ն է, բեն մնացած բացը ո՞նց եք փակ, այսինքն այսքան փող դրել եք մի ոլորտի վրա, այդ թվում ջոյերին, ցանցեր, ինքնաոց, մեխանիկական ռոռոկում իրականացրել եք, արդիականացրել եք, բայց ընդամենը 1%-ի կորուստ է կարողացել զսպել դուք։ Սա էլ երկրորդ հարցը։ Ես խնդրում եմ մանրամասը պատասխանեք, քանի ինչն է պատճառը, որ հանրապետությունում սուբվենցիոն ծրագրերը, այն ծրագրերը, որոնք նախատեսված են եղել պայմանագրերով 24 թվականին ավարտվեն եւ չեն ավարտվել, տեղափոխվել են 2025 թվական կառավարության որոշումներն անեն, որոնց համար էլ մինչեւ օրս գումարներ չեն հատկացվել։ Խնդրեմ Տիկին Ղալաչյան։ Շնորհակալություն, նախ ասեմ, որ իմ հնչեցրած թվերը եւ վիճակագրությունը դրանք փաստագրված են եւ հիմնավորում են իրենց բոլոր կատարողական փաստաթղթերով, վճարումներով եւ այլն, սա ամփոփումն էր տեղեկատվության, որը տարվա ընթացքում մենք հետևել ենք եւ արձանագրել ենք, դրանք հիմնավորված են եւ ձեր կողմից հասանելի կլինի դրանց ստուգումը, ինչ վերաբերում է չկատարվածի մասով, նախ հստակեցման ենթակա այդ ձախողում ասվածը, որովհետև սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ իրականացում է շատ խիստ հսկողություն, այդ թվում որակի նկատմամբ պահանջների մասով եւ պետք է ասել, որ այն ծրագրերը, որոնք որակի նկատմամբ շեղումներ ունեն, բնականաբար չեն կարող վճարման ենթակա լինեն եւ չեն կարող ֆինանսավորել, հիշեցնեմ, որ պատվիրատուն հանդիսանում է համայնքը սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների, մինչդեռ ՏԿՆ-ը եւ մարզպետարների տարբեր գործիքական
կազմի միջոցով մշտադիտարկում է աշխատանքների կատարման ընթացքը եւ կարող է նաեւ որակի շեղումներ, խնդիրներ հայտնաբերելու դեպքում այդ խնդիրները բարձրաձայնի, այնուամենայնիվ ես դրանք չէի որակի որպես ծախողում, որակի որպես իրականացվող վերահսկողական միջոցառումների արդյունքում չընդունված աշխատանքներ, որոնք որ բազմաթիվ աշխատանքներով թերություններ կան եւ այլն արձանագրված եւ աշխատանքներին տարվում դրանք վերացնելու եւ միայն ընդունելու դեպքում դրանք ֆինանսավորվեն պատվիրատուների կողմից։ Դա նաեւ պատվիրատուի տեսանկյունից, համայնքի տեսանկյունից եմ ասում, մենք մշտադիտարկում ենք աշխատանքները։ Դուք անդրադարձաք, որ հայտերը չենք ընդունում եւ այլն, այսպես 25 թվականից արդեն մենք սկսել ենք սուբվենցիոն հայտերի գնահատման ուսումնասիրման գործընթացը, արդեն մի քանի նիստեր են եղել, մեկը բոլորովին վերջերս շատ մեծ ծավալի, այդ թվում Գեղարքունիքի մարզից հայտեր ստացվել են, որոնք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են, գնահատվում են եւ ինչպես որ նախորդ տարիներին գործընթացը սահմանվել է, այդ սահմանված կարգով եւ ժամկետներում այդ հայտերը կբավարարվեն եւ ընթաց կտրվեն։ Դա ցավոք սրտի չէ, նույնիսկ ի բարօրություն է, որ հայտերը շատ ավելին են, քան ֆինանսավորման հնարավորությունների եւ փորձում ենք որոշակի առաջնահերթությունների սկզբունքներով նայել այդ հայտերը ելնելով դրանց ուղղվածություններից եւ համայնքային կարիքների համար կարեւորությունից։ Թերևս ձախողների մասով կասեի, որ խնդիրների հիմնականում այդ դրանով են պայմանավորված։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Ես արձագանքեմ Տիկին Ղալաչյան, դուք ասում եք, որ կան ծրագրեր, որոնք որ թերի են իրականացվել, պատվիրատուն պատվիրել է, կառուցապատողը, դրանք կարող են 1-2։ Ես հստակ թվեր եմ հնչեցնում, ասում եմ դուք մոտ 100 ենթածրագիր 24 թվականին չեք կատարել եւ ստեղից միշտ բյուջեում հատկացումների մասում ներկայացնում եք, որ սուբվենցիոն ծրագրերի համար այսքան գումարներ է հատկացվել։ Եվ մեծ թվեր եք հնչեցնում։ Դրա հետ կապված օրինակներից մեկն է ձեր զեկույցն է։ Այսինքն բերել եք զեկույց, ասում եք այսքան, եթե դուք 420 սուբվենցիոն ծրագիր եւ ենթածրագիր եք հաստատել, որից մենակ մեկ մարզում 100-ը չեք կատարել։ Ոնց կարող է ծրագիրը լինել 24 ինչ-որ մի բան խառնում եք։ Չեմ խառնում, ինձ մոտ թվեր կա։ Եթե ես կարող անգամ խառնեմ, պարոն Ղալույան, թող նախարարությունը փոխնախարարն եկել է։ Մենք իմ կարծիքով մենք ենք ուզում հստակեցնել Եթե ձախողումը։ հիմա տես ինչ եմ ասում, եթե դուք միջամտեցիք, ես ասեմ, եթե ես կարող եմ մարդ եմ ես, որտեղ ես իմ ուժերով եմ ես ամբողջն արել, կառավարության որոշումները մեկ-մեկ Ձևակերպումը ձերն է, ձախողումը ի՞նչ է նշանակում։ Նախողում են նշանակում, որ 24 թվականին կնքվել է սուբվենցիոն ծրագրերի պայմանագրեր եւ դրանք չեն իրականացվել դեկտեմբեր ամսին։ 100 հատ ծրագիր Ենթածրագիր, մենակ Գեղարքունիքից եմ անել։ Այո, տեղափոխվել է ես այս տարվա մեջ 25 թվական կառավարության որոշում։ Ցանկը դա իմ համար է, դա նախարարությունը այդքան չի աշխատում իր ենթակառուցվածքներով, իր վարչություններով, մասնագետներով։ Կարող է նաեւ թերացած լինեմ, հստակ չի, բայց իմ թվերը Ըստակ ես անել եմ, թող իրանք էլ թվեր բերեն, համեմատենք, ես ասեմ կներեք, այսքան մատվածը սխալվել եմ։ Դե որ չեք տալ ինչի հետ համեմատենք։ Աջան, Որ չեք տալի ցանկ ինչի հետ համեմատենք։ դուք պարոն Ղալումյան, ես թվեր եմ հնչեցնում, Ես էլ ցանկ եմ ուզում։ ցանկի պարտավորությունը չէ ես Բա հարց եք տալի հարցը։ ասում եմ ես շուրջ 3-8 միլիարդ դրամի 100 ենթածրագիր ծախողել եք, դուք չեք իրականացրել։ Ես էլ ասում եմ ճիշտ չեք ասում։ Դե բերի ապացույց, ես ասում եմ Դուք պետք է ձեր ասած ապացուցական բերը դու ես կառավարություն, դու պետք է անես, ես ընդդիմություն եմ։ Խոսքը ձերն է։ Դուք ձեր խոսքը Ես պետք է հիմնավորեք։ Ես հստակեցնում եմ, եթե կարող եմ 1 Եք հստակեցնում, ցանկը չեք տալի։ Ցավալի է որ ասում եմ 3-8 միլիարդ չեք կատարել։ Իհարկե ցավալի է, եթե կատարած Բայց ասեք չլինի։ քիչ է կատարել։ Դե ասում եմ ցանկը տվեք, ասեմ քիչ չեք կատարել էլի։ Ցանկը ինձ համար է տեղեկանքները նախատեսված, բոլոր ես անել եմ, դե դուք էլ ակա փաստակ բերեք։ Ազգային անվտանգությունից է տեղեկանքները։ Ոչ, կառավարության որոշումը։ Այսինքն ես 3 ամիս նստեմ մեկ-մեկ թերթեմ, տանջվեմ, որպես Ես խնդրում եմ ձեր այդ աշխատանքի հարցը նախարարը պատրաստված կա, փոխնախարարը զեկույց ներկայացնես, իմ աշխատածը փոխացեմ ձեզ։ Պարոն Ղազարյան, ձեր աշխատանքը 3 ամսա քրտինքը խնդրում եմ տրամադրեք ինձ օգնեք։ 2021 թվականից ըստ մարզերի եւ ոլորտների անել եմ աշխատանքները, բայց նախարարը փոխնախարարն եկա զեկույցի թիվ չի բերել։ Փոխնախարարը թիվը տվել է, հիմնավորում ուզում ենք չեք ասում։ Ես էլ ասում եմ, եթե կասկածելի է, թող փոխնախարարը կասկածելի չի։ ժամանակ կբերի, ինչպես Արժանահավատ չի, ուզում ենք ստուգենք։ Ես ասում եմ, կարող եմ մարդեմ, ես էլ եմ թերացել 1-2 բանի մեջ, բայց հստակ ասում եմ ես, այդ ծրագրերը չեն իրականացվել եւ տեղափոխվել է 24-25 թվական տարբեր կառավարության որոշումներով եւ միջև օրս էլ նախորդ ծրագրերի համար գումարներ չեն հատկացվել։ Էլ ծախողումը ո՞րն է, պարոն Ղալումյան։ Պարոն Ղազարյան, ձեր նշած խնդրին բավական ինչափով ես էլ եմ առնչվում։ Եվ համայնքներից շատ ներողություն, Տիկին Ղալաչյան ասում է, դրանք կապված են, պայմանավորված են աշխատանքի ոչ ճիշտ որակի վրա։ Բայց այդ դեպքում դուք մրցույթ եք հայտարարել, ռիսկի չի չեք գնահատել։ Ինչ։
Մրցույթը կայտարը տեխնիկական բնութաբիրակեր էր նախորդ տարիներ աշխատանքային փորձեք հաշվի առ շինարարի, խիչեք այդ ռիսկները հաշվի Այդ ռիսկերը հաշվարկած, ողջ մի շինարար կարա մի հատ գործ իդեալական վերջացնի, երկրորդ ճիշտ չէ։ Ենթածրագիրը պարոն Ղալումյան 1-2-ը չի։ Կարա մի ծրագիրը անի, Որակով որակով 100 ենթածրագիր մենակ Գեղարքունիքի մարզումը 10 անգամ որ միջին բազմապատկեմ հանրապետության 10 մարզով քանի ծրագիր կլինի։ ասում եմ, որ տակ ավելի հեշտ կճշտենք, բայց չտակ Դուք էլ ճշտեք, եթե ես ինչեցած թվերի մեջ կարող է սխալված լինեմ, ես էլ մարդ եմ, դա ամոթ չի, ոչ էլ բան։ Ես ասում եմ, որ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ կառավարությունը պարտավոր է բանեսել թվերը հնչեցնում, իրենք էլ առանց թվերի եկել են ստեղ։ Տիկին Ղալեչյան այդ թվերին դուք էլ հետամուտ կրնեք, կհանեք այդ Հանրապետությունով մեկ, այն ծրագրերը, որոնք նորից եմ հնչեցնում, որ առարկայը կլինի։ Այն ծրագրերը, որոնք նախատեսված են եղել 2024 թվականին ավարտին, շարունակական ծրագրերի մեջ որտեղ սուբվենցիան լինում է, որ 3 տարում պետք է կատարվի։ Այսինքն կնքվել է պայմանագիր, հայտեր ընդունվել է գերատեսչական հանձնաժողովը մրցույթն հայտարարել պետք է 24 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ փակվեր այդ ծրագիրը։ Ընդ որում նաև նախորդ տարիներից էլ եկած 21, 22, 23 թվականին, ի՞նչն է պատճառը, որ չորս չի իրականացվել։